Եվ այսպես հարգելի հեռուստադիտող, մենք դարձյալ էկրաններին ենք, բարի առավոտ նրանց, ովքեր հենց նոր մեզ միացան։ Մենք շարունակում ենք մեր մշակութային հարցազրույցները եւ այսպիսով ներկայացնելու ենք, թե ինչպիսի ծրագիր կա Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարում, ներկայացվելու է Բախ եւ Նարեկացի մեդիտացիոն կոմպոզիցիա ծրագիրը։ Թեմայի մասին քննարկելու ենք երաժիշտ արտիստ Անուշ Գրիգորյանի եւ դաշնակահար Վարդգես Դադայանի հետ։ Ողջունում եմ ձեզ եւ բարով եք եկել մեր տաղավար։ Քանի որ մեր հյուրերի հետ այսօր տոնական օր է եւ Երևանի 2807-ամյակն ենք տոնում, նաև ձեզ շնորհավոր եմ մայրաքաղաքի տոնի եւ ծննդյան տոնի կապակցությամբ։ Ոնց եք եկել։ Այո, ոնց եք հասել մեր տաղավար։ Կարծում եմ Կիրակի օրով ավելի հեշտ էր, խցանումներ չկային, մի քիչ ավելի հանգիստ ու Կիրակին մի փոքր վայելելով եք, կարծում եմ հասել մեզ մոտ։ Շատ հեշտ։ Հեշտ, այո։ Ես երբեմն երբ երթևեկում եմ Կիրակիներին, այսպես երանի եմ տալիս, որ մնացած բոլոր շաբաթվա օրերը Կիրակիի պես անցնեն, այո։ Ինչպես են սկսվում ձեր առավոտները հիմնականում։ Սուրճն ու թեյ արդյոք պարտադիր պայմաններ են, թե ավելի անշտապ։ Արդեն դա ուղղակի սովորություն է։ Այո, սուրճով սկսել։ Սուրճը պարտադիր։ Մեզ մոտ թեյը կարծում եմ կհավանեք այնուամենայնիվ, կարող եք օգտվել։ Այսպիսով խոսելու ենք նոր ծրագրի մասին, որ կոչվում է Բախ եւ Նարեկացի մեդիտացիոն կոմպոզիցիա։ Շատ հետաքրքիր 4 բառերի այսպես համադրություն է, որտեղ Բախն ու Նարեկացին, լինելով համաշխարհային մեծություններ, ներկայացվում են մեկ ծրագրի շրջանակում միասին։ Ոնց է ստացվել, որ այս երկու երբեմն մեծ թվացող հակադրությունները միացել են իրար, եւ ինչ տարբերություններ եք գտել այդ միացման մեջ եւ ինչ նմանություններ։ Ես կարծում եմ, որ հենց ոչ թե հակադրություններ կան, այլ հենց ավելի շատ նմանություն են գտել։ Այդ միտքը շատ վաղուց է իմ մոտ առաջացել, համադրել Բախ Նարեկացի ու ոչ թե հենց կենտրոնացել եմ Բախ կամ Նարեկացի, այլ ընդհանրապես երաժշտությունն ու պոեզիան, կոմպոզիտորներին ու պոետներին, որ իրենց բնույթով իրենց ստեղծագործությունը նմանություններ էի գտնում, ասենք օրինակ այդպես ասենք Շոպենին ու Տեյրանին էի նմանեցնում, Մոցարտին ու Թումանյանին, ու այդ բոլորը այնպես բացատրում էի թե ինչու, ասենք Բեթհովենը Սևակի հետ եւ այլն, ու այդպես նաեւ Բախը Նարեկացու հետ ու անդադար այդ process-ը ինչ որ գնում էր, փորձում էի գտնել այս պոետին համապատասխան կոմպոզիտոր կամ այդ կոմպոզիտորին համապատասխան իրենց այդ ստեղծագործությունների նմանությունը բնույթը։ Ու մտածեցի, իսկ ինչու այդպես չներկայացնել երկու այդ ինչպես ասեցիք համաշխարհային մեծություններ, իրանք երկուսն էլ շատ այնպես անվանում ենք, բնորոշում ենք որպես աստվածային։ Այո։ Ու Առաջինը երևի բոլորի մտքին հենց այդ աստվածային հատկանիշն է գալիս։ Այդ իսկ մի երկու տարի առաջ, երբ որ արդեն տենց ծրագիր մտածում եի, որ պիտի ծրագիր կազմեմ, այնտեղ արդեն մի քիչ երկար տենց process էր, Բախ ես Նարեկացուց մտածում էի, որ ես ուզում եմ Նարեկացի ներկայացնել, ում հետ։ Ես մտածում էի, չէ, արդեն գիտեմ ում հետ, բայց մատյան ողբերգություն, մենք միանգամից հենց ասում ենք Նարեկացի, մենք կենտրոնանում ենք աչքներիս առաջ գալիս է մատյան ողբերգությունը։ Դե ես մտածում եմ, ես պիտի մի լավ ուսումնասիրեմ, այդ ուղղակի տենց կարդալ իմանալ, այդ ինչի, ինչքան խորանամ, ինչ կարգի ես պիտի դա յուրացնեմ, որ ես ինչ եմ ասելիք պիտի ունենամ, ինչ եմ ուզում փոխանցեմ հանդիսատեսին, շատ երկար տենց մտածում եմ, որ ես միգուցե բարդ կամ ճանաչնարին բան եմ ինձ համար ընտրել, ու երբ որ այդպես ես տենց նստած թերթում ուսումնասիրում էի, հանկարծ սկսեցի տաղերը կարդալ, ու մտածեցի, իսկ ինչու ոչ, տաղերը երգեցիկ են դրանք։ Այո, դա հենց պոեզիա է, շատ տենց լրիվ կյանքային բնություն, լիրիկա, ամեն ինչ տենց, ու հասկացա, որ պիտի տաղերը վերցնեմ, հետո երկար մտորումները գրաբար թե աշխարհաբար։ Այո, ես ուզում էի հարցնել, ո՞նց է ստացվում։ Աշխարհաբար է լինելու, իսկ ես շատ երկար մտորում էի, տանջվում էի, թե որը ճիշտ կլինի, որտեղ ամեն դեպքում ինքը գրաբար է գրել, գրաբար ինքը շատ գեղեցիկ լեզու է, ինքը երգեցիկ է, հենց այդ ճիշտ կլիներ գրաբար, բայց տեղ հասցնել, ասենք ես ինքս պիտի խորանամ ուսումնասիրեմ, ես երկար կկարդամ, մանր այդ ամեն ինչը մի անգամով հա այդպես տեղ հասնել, մի քիչ ինքը կարծեցի որ բարդ է, բայց դա ծրագրում կա իմ մոտ, իմ հետագա հեռակա ծրագրերում, որ գրաբարին էլ կանդրադառնամ։ Ու հետաքրքիրն է, որ հետո ծրագիրը այսպես կազմվեց, մի տաղ եմ կարդալու եւ մի երաժշտական ստեղծագործություն։ Ու հետաքրքիր ձևով հավաքվեց գործերը, որ նենց հետաքրքիր է, որ
այդ ամեն մի տաղը կամ այդ երաժշտական ստեղծագործություն իրանք այնքան իրար լրացնում են ես սկզբից նույնիսկ մտածում էի առաջինը կնվագեմ, նոր կկարդամ, թե հակառակը։ Ահա, բայց հետո որոշվեց երբ որ ես տաղը կարդում եմ, ներկայացնում եմ, հետո այդ ստեղծագործությունը ինչ որ կատարում, ինչ որ պիտի նվագեմ, կարծես թե այդ նույնը տաղի մասին խոսվի, այնքան այդ տենց բնույթով նմանություն կա։ Այնքան հետաքրքիր եւ շատ ոգևորվում եմ, որ լսում եմ, որ երկու թվում է թե իրարից շատ տարբեր մարդկանց այդ պոեզիան, ստեղծագործությունները միավորվում են։ Պանտադեն դուք ինչ տպավորություններով կկիսվեք, երբ Բախին եւ Մոցարտին Բախին եւ Նարեկացուն այսպես մեկ տեղում ենք տեսնում։ Երբ Անուշը առաջարկեց համագործակցել, պիտի նվագակցեմ բնականաբար ֆլեյտայի եւ շատ հայտնի ստեղծագործությունները, ես շատ ուրախացա եւ շատ ճիշտ համարեցի Բախի եւ Նարեկացու, որտեղ իմ կարծիքով երկուսն էլ տիեզերական մեծություններ են։ Իմ համար Նարեկացին տիեզերական մեծություն է եւ Բախը նույնպես, որը սահման չունի ժամանակի մեջ եւ նրանք իրենց գաղափարներով եւ իրենց կատակներով ամեն ինչով շատ համընկնում է երաժշտությունը, բախ երաժշտության մեջ դու ամեն ինչ կարող ես տեսնել առօրյայից մինչեւ տիեզերական անիեզեր անսահմանություն դու կարող ես տեսնել եւ զգալ ամեն ինչ։ Դա համար ես համարում եմ, որ շատ համահունչ են երկու տիեզերական մեծությունների մեկ համերգում ներկայացնել եւ լսել եւ կարդալ Նարեկացի եւ այդ երաժշտությունը մեկը մյուսին կլրացնեն, ինձ թվում է շատ գեղեցիկ համերգ կլինի։ Ես անհամբեր եմ, ինձ իսկապես շատ հետաքրքիր է ոնց են լրացվում, որովհետեւ թվում է թե երկուսն էլ իրար հետ կապ չունեն։ Ու ես նախ ասում եմ, որ ես Վարդգես Դադայանի հետ առաջ անգամ մենք առաջ անգամ ենք համագործակցում ու շատ լավ էր, որ հենց այս ծրագիրը հենց Վարդգես Դադայանի հետ պիտի լինի։ Շատ ճիշտ կոնցերտներ փոխանցել այդ ինչ որ դուք մեզ օգնում են։ Ու ինքը մի քիչ շատ ոնց ասեմ, համերգային այդ ֆորմատ, ինչպես մենք գիտենք, մի փոքր այլ է լինելու։ Դասականից մի քիչ շեղված է, դասական պատկերացումներից։ Դասական է, բայց զուտ համերգային այդքան։ Որովհետև ինքը ծրագիրը լինելու է սկզբից մինչև վերջ։ Դադարներ չի լինելու, նախապես այդպես համերգին կասվի, որ այո, ծափեր, ինչ որ ընդհատումներ, ոչինչ չի լինելու։ Ինքը ամբողջական ծրագիր է։ Դրա համար այդ անվանել ենք մեդիտացիոն կոմպոզիցիա, ու կոմպոզիցիա ինչու։ Այո, ես կուզեմ հեռուստադիտողի համար հնչեցնենք, թե երբ տեղի կունենա ծրագիրը, որպեսզի ֆիքսենք, որովհետև շատ հետաքրքիր ներկայացրիք ու ինչպես իմ այնպես էլ շատ եմ այդ անհամբերությունը առաջացավ, թե ոնց եք միավորել այդ երկու տարբեր, բայց թվում է թե այսինքն շատ նման մեծություններին։ Շատ բարդ է։ Այո, երբ է լինելու ծրագիրը։ Հոկտեմբերի այս ամսվա 24-ին ուրբաթ օր է երեկոյան ժամը 8-ին։ Այո, Friday night կոչվածը կարելի է նաև այս անգամ այդպես անցկացնել, ինչու ոչ։ Եվ խոսենք նաև մեդիտացիոն կոմպոզիցիայի մասին։ Այդ մեդիտացիա բառն ինձ արդեն հուշում է մեզ ինչ է սպասվում։ Ներկաներին ովքեր որ պիտի գտնվեն ծրագրին, ինչ կապ ունի մեդիտացիան սրա հետ եւ այդ մասը, այսինքն մենք հանգստանալու ենք ականջները, հոգին, մարդու ամեն ինչ այսպես մի պահ գտնվելու է հանգիստ վիճակում։ Այո, դուք շատ ճիշտ զգացել եք։ Ես հենց այդ իմ մտահորիզոնում ես այդպես էլ տեսնում եմ, երբ որ այդ համերգը ինքը այդպեսի լրիվ սենց իրական մեր իրականությունից լրիվ կկտրի մի ամբողջ սենց ուրիշ հոգեվիճակներ եւ այլն տենց բան կառաջացնի։ Ինքս էլ երբ որ ես նվագում եմ Բախ, ես մեդիտացիայի մեջ եմ միշտ հայտնվում։ Կարծում եմ երևի շատ-շատերի մոտ, բայց ես իմ անունից ասեմ, իմ կողմից ես միշտ Բախի երաժշտության, կամ երբ որ ես պարապում եմ, կամ երբ որ ես լսում եմ, իրոք ինքը տենց մեդիտացիոն վիճակ է առաջացնում, նույնն էլ Նարեկացու տաղերը, ասեմ, որ բավական բարդ է, ես չէի պատկերացնում, ես հասկանում եմ, որ դրա խորություն ամեն ինչ, բայց ես չէի պատկերացնում, որ ես այդքան շատ բարդությունների առաջ եմ կանգնելու, այդ տաղերը այդպես մանրակրկիտ ոնց որ եւ Բախի երաժշտությունն է տենց դետալ ամեն ինչ։ Նույնն էլ Նարեկացու տաղերը ես երբ որ ես կարդում կամ տենց խորանում էլի տենց ոնց որ սովորում եմ իմ ամբողջ մարմինով շաքաղվում եմ։ Եվ կարծում եմ նույնն էլ սպասվելու է ծրագրի ներկա գտնվողներին։ Ուզում եմ, դա իմ ցանկությունն է։ Ես ուզում եմ որ մարդիկ այդ ինչ են ասում, ռելաքս, ոնց որ այդ ամբողջ այդ բանը զգան այդ հաճույքը, կարող շատ այդ ամբողջ այդ ցանկությունը նպատակը ոնց որ փոխանցեմ հենց այդ այն ինչ որ ես ինքս զգում եմ
այդ մեծությունների ստեղծագործությունները։ Ես նարեկացու մասին մի բան ասեմ, իհարկե ուսումնասիրելու տեղ միշտ կա նարեկացուն, շատ բազմաշերտ է, բայց երբ ես 7-րդ կամ 8-րդ դասարանի ամենահեշտը սովորում էի նարեկացու ստեղծագործությունները, որովհետև ոչ միայն երգեցիկ են, այլ ինչ որ ազդեցություն կա, որ դու հեշտ ես մտապահում եւ հեշտ էլ արտաբերում ես։ Ինձ հետաքրքիր աշխարհաբար փոխա, երբ արդեն փոխադրվում է աշխարհաբար, տարբերություններ զգում եք գրափարի ու աշխարհաբարի։ Բավականին։ Պատկերացրեք, աշխարհաբարն շատ գեղեցիկ է։ Միևնույն է, գործը գրված է այդպես այդ ամբողջ ներքին այդ վիճակը դու լրիվ զգում ես, բայց երբ որ հենց անցնում ես գրափարից հետո աշխարհաբարը բավական տենց շատ համաձայն է։ Մի քիչ պարզնակ բան ունի միջը։ Երբեմն խորթություն ես զգում, քեզ թվում է երկու տարբեր ստեղծագործություններ կարծես թե լինեն, այ ինձ մոտ էլ նման տպավորություններ եղել։ Գրափարը շատ ավելի երգեցիկ ու տենց։ Պարոն Դադայան, ո՞րն է առանձնահատուկ հատվածը, որը որ ամենաշատն է տպավորվել, երբ դաշնամուրով նվագակցում եք, որի մասին կուզեք խոսել հատվածներից։ Դες որպես նվագակցող եւ երաժիշտ, իհարկե ինձ համար շատ կարեւոր է ֆլեյտայի համար գրված ստեղծագործություններ, որոնք Անուշը պետք է կատարի, դրանք բոլորը շատ հանրահայտ ստեղծագործություններ են, որոնք կլսեն։ Իմ կարծիքով չեմ կարող առանձնացնել ինչը, բայց դրանք այնքան ձուլված է ամեն ինչը միասին, որ ունկնդիրը միանգամից կհասկանա այդ ամենի ներդաշնակությունը եւ համահունչ լինելը նարեկացու տողերին եւ Ընդհանրապես իր արվեստին կարծում եմ։ Նախապատրաստական աշխատանքներից երկար խոսեցիք, ինձ հետաքրքիր ինչքան է իսկապես տևել երկու տարբեր արվեստի մեծություններին ուսումնասիրելը եւ նաեւ նրանց միավորելն էլ կարծում եմ մի առանձին աշխատանք էլ իրենց միավորելն է։ Նախապատրաստական ահռելի տիտանական աշխատանքի մասին փոքր կարող ենք խոսել։ Բավական երկար է տևել։ Դե ծրագիրը 2 տարի առաջ էր որ հավաքվեց, կազմեցի, իսկ սկսել եմ քանի ամիս առաջ։ Ամիս, իսկ տարիներ էին թվում։ Չէ, որոշ ստեղծագործություններ Բախի ես արդեն վերցրել սկսել էի աշխատել, բայց ծրագիրը ինքը այդպես մի տարի չկա որ ես աշխատում եմ։ Ու տաղերի վրա էլ ես ուղղակի չէի պատկերացնում որ այդքան մեծ տաղերն էլ ինձ հետ աշխատում է Յուրի Կոստանյանը, ռեժիսոր։ Այո։ Այսինքն օգտող ձեռքեր ունեք ամեն դեպքում, այսպես ստացվում է իրենց հետ համատեղ։ Ահա, շատ լավ է, որ այդպես տենց մեծ մարդկանց հետ են վարպետ, փորձառու մարդկանց հետ եմ հիմա գործ ունենում, որտեղ ամեն դեպքում ես կարելի ասել սկսնակ եմ։ Ստացվում է այս ծրագրի շրջանակում առաջին անգամ եք նման ձևաչափով հանդես գալիս։ Պարոն Դադայան, ձեր դեպքում էլ է երևի թե այդպես, որպես դաշնամուրի վարպետ առաջին անգամ եք միավորելու երկու տարբեր մարդկանց։ Քանի որ ձեր խոսքի ընթացքում նաև բացի նարեկացուց եւ Բախից այլ մարդկանց անուններ հնչեցրիք, որոնք որ նման են արվեստով, հետաքրքիր աշխատանք տանում եք նման ծրագրերով նաև իրենց արվեստը եւ արվեստի իրենց նմանությունները ներկայացնելու։ Ժամանակին այդպիսի մտադրություն ունեի, ոչ թե միայն որ հենց ես կկատարեմ, այլ ինչ որ տենց միջոցառումներ, բայց այս պահին չեմ մտածում, որտեղ տարբեր ֆորմատի, տարբեր տենց միջոցառումներ, այլ նաև ուրիշ տենց մտքից կա թատերականացված պոեզիա անելու տենց արժևում մեր ժամանակակից գրողներից։ Մի խոսքով աշխատանքներ շատ մշակութային տարբեր։ Դե մանավանդ երբ նման գործերի համար երկար ժամանակ է պահանջում, մի քիչ դժվար է մի քանի գործ միասին համատեղել։ Եթե սա հաղթահար է, արդեն ես հետո ես արդեն հաջորդին ավելի հեշտ։ Բոլոր մնացած ինչ որ նախաձեռնում կարծում շատ ավելի հեշտ կլինի։ Մանավանդ առաջինից հետո փորձել ձեռք բերել։ Բարդ է, Բախը, նարեկացին, եթե ես կարողանամ իրենց։ Այո։ Հաջորդ համերգը կարող ես անել Սայաթնովան եւ իր ժամանակաշրջանի եվրոպական կոմպոզիտորների։ Մենք ուղիղ եթերում նոր առաջարկում ենք ձեզ։ Այս ստեղծագործությունները, որ նույն դարաշրջանի կարելի է վերցնել կոմպոզիտորների եւ համադրել եւ տեսնել, որ նույն ժամանակաշրջանում Հայաստանում եւ Եվրոպայում ինչպիսի սիրային երգեր են գրվել, կատակ երգեր, գովաբանության եւ այլ եւ այդ բոլորը կարելի է մի համերգի ընթացքում ժամանակաշրջանը մտապահեք ես առաջարկը անպայման ձեզ պետք է գա պարոն Դադայան ինչ կարևորություն ունեն նման ծրագրերը քանի որ նոր առաջարկով էլ հանդես եկաք ես կարծում եմ նաև կարևորում են նման ծրագրերը ավելի հեշտացնում են ունկնդրին մարսելու երաժշտությունը հասկանալու հետո չմոռանանք որ Բախը իր ամբողջ էությամբ աստվածավախ, աստվածապաշտ անձնավորությունը, ստեղծագործությունների գերակշռող մասը հոգևոր են, կանտատները, նրա մի խոսքով շատ ստեղծագործներ, որոնք գրվել են հոգևոր տեքստերի վրա, եւ ինքը նաեւ եղել է
շատ մեծ հոգևոր մարդ, Ներկայացուցիչ։ լինելով նաև շատ աշխարհիկ չափից դուրս, միևնույն ժամանակ նա պաշտել է Աստծուն եւ իր մեծ լուման է ներդրել այդ ասպարեզում բազմաթիվ ստեղծագործություններ գրելուց, որ ինքը ստեղծել է։ Եվ կարծում եմ, որ երբ որ ունկնդիրը նստում է եւ լսում է, ասենք, նարեկացի կլսի եւ համապատասխան այդ տեզերական երաժշտությունը, նա ավելի հեշտ կընկալի եւ նարեկացուն Բախին էլ հեշտ կընկալի, երբ որ այդ տողերը լսի։ Որտեղ ի վերջո կան մարդկային արժեքներ ամեն ինչի հանդեպ, որ բոլոր մարդիկ կարող են հասկանալ եւ գնահատել։ Շատ համաձայն եմ։ Խոսեցիք Բախի մասին, ինձ թվաց դուք նարեկացու մասին եք խոսում, որովհետեւ նարեկացին էլ նույնպես այդքան աշխարհիկ լինելով նաեւ այդքան հոգեվոր է։ Այո, տեսնում եք իրենց նմանեցին։ Այդ համադրությունը այդ ճիշտ է, դա ամբողջական է դարձնում։ Ամբողջական պիտի լինի։ Իսկ եթե այս երկու մեծություններին առանձին ու առանձին վերցնենք, երբեմն ասում են նարեկացի հասկանալը իր տողերի այդ ընդհանուր իմաստը, տողատակերը հասկանալը շատ բարդ է, որովհետև նախ գրափարով ստեղծագործություններ մի քանի անգամ պետք է կարդալ, նոր հասկանալ ինչի մասին է խոսքը, առանձին վերցրած հնարավոր է նման ծրագրերով հանրահրճակել իր ստեղծագործությունները ու հանդիսատեսին մեկ անգամով ինչ-որ ուղերձներ փոխանցել նարեկացուց։ Ես կարծում եմ կարելի է եւ հետո պարտադիր չի որ միանգամից հասկանան շատ բարձունակ բանաստեղծություններ կան որ մարդիկ չեն հասկանում տողատակերը ուրեմն ասել նարեկացի բայց նարեկացու բառապաշարը նրա այդ համեմատությունները ամեն ինչը այնքան խորն են որ այլ մի քիչ թող դժվար հասկանան բայց իրենք համաձայն մանավանդ եթե նարեկացի մի քիչ անհասանելի տեղեր պետք է մի քիչ թող այսպես ասած Պիտի ձգտեն, հա։ Եթե իրենք մարդիկ կուզենան, անպայման իմանան։ Ճիշտ է, շատ համաձայն, մանավանդ երբ ամեն ինչ հասանելի այսպես դրված է սեղանին, դա վերցնելու ավելի հեշտ է, քան այն ինչ որ մի քիչ ավելի բարձր տեղում է դրված, դրա համար մի քիչ պետք է ջանք գործադրել, կարծում եմ։ Եվ քանի որ որպես մասնագետներ ես հնչեցրի, որ դուք երաժիշտ եք եւ արտիստ, մի քիչ կուզեմ խոսել ձեր մասնագիտական գործունեության մասին, ծրագրի հետ ինչ աղերսներ ունի ձեր մասնագիտությունը։ Գիտեմ, որ երևի մեկը մյուսին օգնում է այս դեպքում։ Այս դեպքում այո։ Իմ մոտ մի քիչ այդպես խառն է ստացվել, ես ճիշտ եմ, կրթությամբ երաժիշտ եմ, մի բան թողել եմ, նորից սկսել եմ, ընդհատումներով եղել, հետո ամեն դեպքում հասկացել եմ, որ առանց երաժշտության չեմ կարող, նույնիսկ ես սկզբում մտածել եմ ինչ են տվել երաժշտության, այդ հայրիկս է։ Իսկ շոտերի մոտ է, Տիկին Գրիգորյան այդպես լինում։ Երևի ես ինքս ներքուս սիրել եմ, բայց մտածում եմ, չէ, ես երաժշտության հետ կապ չունեմ այդքան, բայց հետո շատ շնորհակալ եմ եղել հայրիկիս, որ ինձ ամեն դեպքում ամեն ինչ արել է, որ ես երաժշտական կրթություն ունենամ։ Գործիքը ես ինքս եմ ընտրել։ Ընթացքում էլ, քանի որ ես ամեն դեպքում արվեստի մարդ եմ, միշտ այդ թատրոնը մեկը մյուսի հետ։ Շատ, ես կարծում եմ, որ ընդհանրապես արվեստի մարդ, անկախ նրանից կոնկրետ ինչ առանց երաժշտության չէր կարող։ Հա, ինչ նեղ մասնագիտական ինչ որ բան կունենա արվեստից, ինքը պիտի անպայման են մյուս բաներն էլ ու հատկապես երաժշտությունը եւ նկարիչներին է օգնում եւ քանդակագործներին եւ բոլորին, որտեղ ձայնը ի սկզբանե մեդիտացիա է այս դեպքում։ Ձայնով ճիշտ հնչյուններով մենք մեր ամբողջ ներաշխարհը մաքրվում ենք, իսկ այսօրվա մեր քաղաքակիրթ, ճակերտավոր ասենք քաղաքակիրթ աշխարհում այդ ձայներից մեր ամբողջ ներսը այո, քարուքանդ է լինում։ Շատ հետաքրքիր, այսպես խառն է, բայց այնուամենայնիվ մեկը մյուսի լրացնում է։ Ձեզ մոտ պարոն Դադայան, Դաշնամուրի պատմությունը եւ ձեր պատմությունը քանի տարի են։ Գիտեմ, որ տասնամյակներ են հաստատ։ Քիչ կուզեմ խոսեք ոնց եք ընտրել։ Ես գիտեմ շատ անհիշելի ժամանակներից։ Հա, ես կողքից մտնեմ մի հատ միջերով։ Պարոն Դադայանը նաեւ Գահար Գասպարյանին է նվագակցել։ Այո, ես կուզեի խոսեի դրա մասին։ Դե շատ վաղուց, շատ փոքր հասակից եմ նվագել 5-6 տարեկանից մինչև այսօր։ Դե աշխատել եմ երաժշտական դպրոցում, հիմա աշխատում եմ կոնսերվատորիայում, երկար տարիներ Գոհար Գասպարյանի դասարանի կոնցերտմեյստերն եմ եղել, նվագակցում նրա լավագույն ուսանողներին, բազմաթիվ համերգներ, զուգահեռաբար նաև նվագակցում եմ Հայաստանի պետական կապելայում աշխատում եմ որպես նվագակցող, նույնպես դաշնակահար եւ կոնսերվատորիայում վոկալ ամբիոնում կոնցերտմեյստր եմ, նվագակցում եմ ապագա դասական երգիչներին
Ձեր շատ մեծ փորձ կա համերգների եւ ամեն ինչի, փառատոների, ամեն ինչի մասնակցել ենք եւ շատ մեծ փորձ կա աշխատելու եւ գործիքային վերահսկողության հետ եւ վոկալ արվեստում երգիչների հետ աշխատելու այնպես որ նորություն չի, դա ուղեկցում է։ Միշտ ուղեկցում եւ կարծում եմ, քանի որ այսպեսի դուք խոսում եք, ձեր աչքերն էլ փայլում են, ես նկատում եմ այն սերը ինչ որ կա արվեստի դաշնամուրի ընդհանրապես երաժշտության հանդեպ եւ վստահ եմ որ չեք էլ պատկերացնում ձեզ առանց այն ամենի ինչ որ կա։ Եվ կարճ կարող ենք խոսել արդյոք ծրագիրը նպատակ ունի Հայաստանի սահմաններից դուրս գալու ու հանրահռչակելու այս արվեստը հետաքրքիր համադրությունը նաեւ Հայաստանի սահմաններից դուրս կան նման նպատակներ։ Ես մտածում եմ, որ առայժմ Հայաստանի սահմաններում միգուցե մարզերում։ Նաև, այո։ Մարզերում էլ կարիքը կա նման ծրագրերի։ Ու Հայաստանի սահմաններից էլ դուրս կարծում եմ մեր գաղթօջախներում։ Ես նույնիսկ մտածել եմ, որ արտադիր չի որ նաև անպայման չի հայերեն իմանան։ Իհարկե։ Միանշան երաժշտության, արվեստի, մշակույթի։ Երաժշտության եւ արտասահմանում անգամ նարեկացիով բուժում են, գիտեմ որ կարդացել եմ ու շատ մեծ արձագանքներ կան, որ նարեկացին բուժում է այդ նրա այդ ռիթմերը, այդ մեդիտացիան օգնում է մարդկանց բոլորը ասում են այդ մասին։ Իսկ եթե այստեղ հաջողվի ամեն ինչ, կարելի է մտածել, դրսում դա արդեն այլ հետագայի պլաններ կլինի։ Ես մաղթեմ, որ այդ պլանները անպայման իրագործվեն, որովհետև իսկապես պետք է նաև Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնել այն մեծությունները, որ մենք ունենք եւ համաշխարհային մեծություն։ Տեսնում եք, թե այստեղ լավ հանրահռչակվի, դա նախ եւ առաջ պետք է քո արվեստը, քո բանաստեղծների երաժշտությունը քո երկրում արմատավորվի նոր ինքը արդեն դուրս կգա սահմաններից դուրս, ես այդպես եմ կարծում։ Ես շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։ Հոկտեմբերի 24-ին է լինելու, եւս մեկ անգամ հեռուստադիտողին դիմելով հիշեցնեմ, որ հոկտեմբերի 24-ին տեղի կունենա Գաֆէսճեան դասական երաժշտության համերգաշարը կներկայացնի Բախ եւ Նարեկացի մեդիտացիոն կոմպոզիցիա ծրագիրը, այնպես որ եթե կուզեք հանգստանալ, խաղաղվել, միգուցե կարելի է մասնակցել եւ մի փոքր հանգստություն գտնել մանավանդ աշխատանքային ժամերից ուրբաթ օրվա այդ խառնաշփոթներից հետո։ Շնորհակալ եմ ձեզ դարձյալ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, մենք կունենանք կարճ դադար եւ դարձյալ ուղիղ եթերով կմիանանք եւ կողջունենք ձեզ։